Պարոն Սաֆարյան, Ռոբերտ Քոչարյանը մի քանի ժամից կհայտարարի, թե ինչ ձևաչափով է ընտրություններին մասնակցելու, ով է լինելու վարչապետի թեկնածուն։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք, օրինակ, ինչ անուն կհնչի։ Նարեկ ջան, ճիշտն ասած, գիտեք, մենք արդեն շուրջ 1 տարուց ավելի իրար հետ շփվում ենք։ Դուք ձեր մասնագիտության բերումով, ես էլ իմ, այսպես ասած, անցած ճանապարհի կամ քաղաքական դաշտում իմ գիտելիքների, բայց ոչ գուշակությունների առումով։ Շատ դեպքերում չեմ ուզում խորանամ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը արդեն անցած պատմություն է։ Լավ թե վատ իմաստով սրա գնահատականը արդեն մեր ժողովուրդը տվել է։ Բայց եթե մեր լրագրողական համայնքին շատ է հուզում այդ հարցը, ես պիտի ասեմ, որ կարծեք թե ինքը այն մարդն է իր անհանդուրժողականությունը ոչ թե կուսակիցների նկատմամբ այդպիսի բան ասել չեմ կարող, որովհետև Ռոբերտ Քոչարյանը երբեք ինքը իրենով կուսակցության առաջնորդ կամ կուսակցության ղեկավար չի եղել։ Մեր քաղաքական դաշտի ուրեմն ճակերտավոր մունետիկներից մեկն է, ճակերտավոր ռահվիրաններից մեկն է, որը առաջաբերել լրիվ պարադոքս։ Նա երբեք քաղաքական կուսակցության առաջնորդ կամ քաղաքական կուսակցության ստեղծող երբեք չի եղել։ Նշմարվում է հայ հեղափոխական դաշնակցության, ուրեմն այդ Հայաստան դաշինքի, ուրեմն մնացորդները եւ ուրեմն նաեւ կարծում եմ մի քանի այսպես կոչված ուրեմն փոքր ուրեմն հանրային քաղաքական միավորներ կան, որոնք դեռ չեն խաղում մեր հասարակական քաղաքական կյանքում, նշմարվում է դա։ Ինչպես ասեցի, իր անհանդուրժողականությունը ինքը այսպես անվալներաբլ, էլի սենց ասեմ, իր հանդուրժողականությունը թույլ չի տալիս, որ հանկարծ ինքը հանդուրժի այդ քաղաքական, ուրեմն այսպես ասած, զանգվածների մեջից մեկ այլ վարչապետի թեկնածու լինի։ Դա միանշանակ եմ ես ասում, ես հաշվի առնելով նրա անցած ճանապարհը թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում սկսած 1988 թվականի փետրվարից եւ թե Հայաստանի Հանրապետությունում սկսած 1997 թվականի մարտ ամսից։ Գալով նրան թե ինչ զարգացումների մեջ կարող է մտնել քաղաքական այդ ուժը Ռոբերտ Քոչարյանի ուրեմն ձերքին որպես պատանդարված, գերեվարված քաղաքական ուժ, միանշանակ նաև կարող եմ ասել ցանկացած ձևաչափով։ Եթե Ռոբերտ Քոչարյան անձը կա քաղաքական դաշտում, ցանկացած ձևաչափի մեջ, դա կլինի ուրեմն առաջարկ Հայաստանին, չէ՞, Նոյան Տապանի ուղևորները, եւ թե կլինի ուժեղ Հայաստանը, ցանկացած ձևաչափով նա դարձյալ ուրեմն անզիջում ձևով պահանջելու է, որպեսզի միասնական վարչապետի թեկնածուն լինի ինքը։ Նա ասում է, որ ես գամ իրական խաղաղություն կբերեմ, այդ թվում նաև երաշխավորված։ Իսկ հիմա ասում է քարոզչական բնույթի է խաղաղությունը։ Շատ լավ, շատ լավ։ Ուրեմն նախ ես խոսում եմ իրական խաղաղությունը Հայաստանի Հանրապետությունում արդեն հաստատվել է սկսած 2024 թվականի մարտից, վերջին սահմանային դեպքերը եղել է ներքին հանդի դեպքերը, դուք լավ գիտեք դրա մասին, եւ իրական խաղաղություն հաստատելու համար իրական թեկուզ ուրեմն իրական թեկուզ ոչ հավերժական, բայց կայուն խաղաղություն, թեկուզ այո, կարող եք ասել նաեւ խաղաղություն, crumble peace, խաղաղության համար ուրեմն լուրջ դեր է խաղացել Հայաստանի Հանրապետության ինտեգրացիոն քաղաքականությունը Եվրամիության տարբեր կառույցների հետ եւ հատկապես Հայաստանի Հանրապետությունում գրեթե 2 տարի, ոչ թե գրեթե, արդեն 2 տարուց էլ ավել Եվրամիության դիտորդական քաղաքացիական առաքելության դիսլոկացիան, ուրեմն տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետությունում սահմանային գոտով ամբողջ երկայնքով մեկ, հատկապես ուրեմն Սևանի ավազանում, Սևան Գեղարքունիքի մարզում,
Տավուշի մարզում, Վայոց ձորի մարզում եւ ուրեմն Սյունիքի եւ ուրեմն Վայոց ձորի Տավուշի, Սյունիքի մարզում եւ Գեղարքունիքի մարզում։ Խնդիրը այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ամեն կերպ փորձ է անում ռևանշիստական վրեժխիչ խնդիր ձևով, այսպես ասած, ինչպես ասում են, թոզ փչել, ցանկալի ներկայացնել իրականանալի տեղ եւ ամեն կերպ փնովել այն խաղաղությունը, որը կա հիմա Հայաստանում, որը թեկուզ ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության ուրեմն գերատեսչական կառավարության գերատեսչությունների եւ Միացյալ Նահանգների վարչակազմի, ընդ որում երկու նախորդ եւ ներկա վարչակազմերի տևական, ուրեմն երկարատև աշխատանքների, բանակցությունների, դիվանագիտական ձեռքբերումների ընթացքում։ Գիտեք, Ռոբերտ Քոչարյանը շատ գեղեցիկ ձևով կարող է ասել նաեւ, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա։ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ ծաղրում է սարկաստիկ ոճով, լամպունային ոճով ծաղրում է, երբ որ ասենք վարչապետը կուսակցական ներկուսակցական քարոզչության ներկուսակցական հանդիպումների շրջանակներում, ասենք, ուտում է եգիպտացորեն կամ ուտում է կարկանդակ։ Դե գիտեք, Նարեկ ջան, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մեր երկրի ղեկավարները կերել են մարդկանց եւ կերել են մարդու գլուխ։ Զբաղված են եղել կանիբալիզմով։ Իսկ Հայաստանն էլ Հայաստանն Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանում գլուխներն են կերել։ Հիմա ես կասեմ հանգիստ։ Իսկ ուրեմն Հայաստանն էլ ուրեմն քաղաքական շատ ուժերի համար դարձել էր մարդիկ դրան վերաբերում են որպես կլաուստրոֆոբիայի։ Այո, բոլորս չենք մոռացել 1995 թվականին գնդապետների սև գործը, երբ ազգային ժողովի ընտրությունների նախօրյակին շուրջ 40 գնդապետներ, մեկիկ կարող եմ թվարկել, եթե ձեզ շատ է հետաքրքրում, տարան ուրեմն եւ Սևանի ուղղությամբ Գեղարքունիքի մարզ եւ Երևանում, եւ թե ինչ է նրանք հայտարարել են, որ պետք է այս ռեժիմը ոչ թե հրաժարական տա, այլ պետք է այս ворթեգրած քաղաքականությունից մեկընդմիշտ հրաժարվի։ Ես զարմանում եմ ինչի հիմա ինչու է լռում Աշոտ Մանուչարյանը։ Ինքը լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական ազգային անվտանգության գծով քաչ տեղյակ է դրա մասին, այդ գնդապետների հետ ունեցել է հարաբերություններ։ Ինչու է լռում օրվա ազգային անվտանգության գլխավոր վարչության պետ Դավիթ Շահնազարյանը, երբ որ դրանից 20 օր առաջ հրաժարական է տվել, Լևոնից նա պահանջել է, որպեսզի կարգի հրավիրի երկրում տիրող անառողջ մթնոլորտը, որ ուրեմն զորբայությունն է տիրում։ Եվ ուրեմն կարող եմ թվարկել առնվազն մի 10 գնդապետներ, գնդապետ Մարգարյան, գնդապետ Ղուկասյան, գնդապետ Մովսիսյան, գնդապետ Սաշիկ Խաչատրյան, գնդապետ Գյորգի Գրիգորյան, գնդապետ Ռոբերտ Գրիգորյան, եւ այս բոլորը գիտեք ինչ վնասվածքներ են ստացել։ Եթե ծնոտն է ջարդվել եւ ուրեմն բաները, այս կողաճաղերը, դա համարվել է փրկության նման մի բան։ Եվ այդ գործի մեջ դա ումորոք Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք 1995 թվականին 1995 թվականին ուրեմն այդ գործի մեջ գնդապետների սև գործի մեջ ուրեմն ներգրավված է եղել Մոշեղ Սաղաթելյանը, ներգրավված է եղել ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության ծառայության ղեկավար Գենալ Ղազարյանը, ներգրավված է եղել Վազգեն Սարգսյանը, ներգրավված են եղել էլի մարդիկ 1996 թվականին, ես այլ ասում եմ, ու անցյալը թողնենք անցյալին, անցյալը մնա անցյալին, 1996 թվականին կեղծ ընտրությունների ժամանակ սկսվեց Հայաստանում ողոքների որս, witch hunting, եւ ոչ միայն այն մարդիկ, որոնք գնացել են ձայն են տվել կամ այդպես է ներկայացված եղել ընդդիմության տեխնացուին, տվյալ դեպքում Վազգեն Մանուկյանին, ոչ միայն նրանք հետախուզման մեջ են եղել, դիմել են փախուստի, այլ նույնիսկ ոստիկանությունը Վանո Սիրադեղյանի գլխավորությամբ նրանց ծնողներին, կանանց, մայրերին բերման է ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ։ Միայն ես կարող եմ ասել, որ Ավանում, ես այն ժամանակ բնակվում եմ Ավանում, 40 հոգի էին բերման ենթարկել, թե ինչ որ մի հոգի Ավանից հանդգնություն է ունեցել
Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի մաս չկազմել։ Բայց հիմա դուք ինչի եք հիշել Լևոն Տեր-Պետրոսյանի Որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ երեք ՀԱԿ-ը համագումար արեց եւ հայտարարեց, որ համապետական ընտրությունների ընդդիմության միասնական տեխնացուի հաղթանակից հետո նա նկատի ուներ ուրեմն ուժեղ Հայաստան կուսակցության, այսպես ասած, առաջնորդ, որը կարծեք թե ոչ մի իրավունք չունի եւ բարոյական եւ իրավական, ոչ մի նորով չի տեղավորվում, որպեսզի գլխավորի ուժեղ Հայաստանի ցուցակը, երկրում տեղի են ունենալու արմատական, ուրեմն վերակառուցողական աշխատանքներ։ Ես այն ժամանակ ինչու եմ ես սա ասում, որովհետեւ ես ինքս առնվազն 10-20 հոգու համար միջնորդել եմ, որպեսզի բարեխոսել եմ, որպեսզի այդ հետախուզման մեջ գտնվող մարդիկ եւ այդ անիմն ձերբակալվածները ազատ արձակվեն։ Լավ, ըստ ձեզ ինչ է Լևոն Տեր-Պետրոսյանը ունենալով վարչապետի տեխնացու սատարում Սամվել Կարապետյանին, առաջարկում համախմբվել իր շուրջ, որովհետեւ ասում են նա միայն կարող է հանել երկրի ծանր իրավիճակից։ Թույլ կտակ շատ կարճ պատասխանեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը եւ անցած ճանապարհը երկրի ներքաղաքական կյանքում քիչ առաջ ես ընդամենը մի դրվագ բերեցի եւ նրա գործունեությունը պարտողական քաղաքականությունը 1993-1998 թվականներին եւ նրա անիշխանության տարիները մեր ժողովուրդը դեռևս չի մոռացել։ Լևոն Տեր-Պետրոսյանի տեխնացուն չունի էլեկտորատ ընտրազանգված, չունի ժողովրդի հետ շփվելու ոչ մի բարոյական եւ իրավական նորմ, իրավական թողնենք մի կողմ, եւ ես պիտի ասեմ, մեր ժողովրդի հիշողությունը դեռևս շատ թարմ է, նրանք չեն կարող նույնիսկ հաղթահարել ոչ թե 1%-ի, այլ 0.5%-ի շեմը, իսկ նրանց պետք է մի որևէ նավում դառնալ ուղևոր, թեկուզ պատգամավորական մի որևէ մանդատ փոկել կոճակ սեղմելու համար։ Այլ բան ասել չեմ կարող։ Եվ ինչ է կարծում կլինի համախմբում ուժեղ Հայաստանի եւ ՀԱԿ-ի միջև։ Ես ինքս պիտի ասեմ, որ մեր երկրում տեղի ունեցող գործընթացները սկսած 2018 թվականից արմատական Թավշյա հեղափոխության, ժողովրդավարական հեղափոխության հիման վրա ժողովրդավարությունը եւ այն, որ երկիրը վերադարձել է իր տիրոջը, իր ժողովրդին, այլևս չեմ խոսում իրավական համակարգում, տնտեսական, սոցիալական, անվճար առողջապահության, կրթական համակարգում, հայմատություններ անելը նույնիսկ իմ համար կլինի մեծ անբարոյականություն, այս ձեռքբերումները թույլ է տալիս ասելու, որ նախ ընդդիմության միավորում իմ խորին համոզմամբ, իմ անցած ճանապարհով ես ասեմ, ընդդիմությունը միասնական տեխնացուով չի գնալու։ Սա իմ խորը վերլուծությունների հիման վրա ուրեմն ձևավորված կարծիքն է։ Նշмарվելու է մի քանի ուժ ընդդիմադիր դաշտում նկատի ունեմ, որոնցից մեկը լինելու է ուրեմն ուժեղ Հայաստանը։ Ես չգիտեմ նրանք դեռևս կգրանցվեն որպես կուսակցություն, թե չէ, որովհետև այդ կուսակցության կամ այդ քաղաքական շարժման, այդ հանրային քաղաքական միավորի ուրեմն միջոցները դրամական 70%-ը արտերկրային են։ Դրսից է բերվում, իսկ կարծեմ մեր համանդրության մեջ այդպիսի բան կա, որ 70% ունենալով դրամագլուխ հիմնադրամում քաղաքական գործընթացների համար, հատկապես ընտրական, կարծեմ դա համանդրությամբ կամ օրենքով չի թույլատրում։ Սա հարցի մեկ կողմն է։ Երկրորդը նշмарվում է առաջարկ Հայաստանին, որը կարծեմ այնտեղ ուրեմն հիմնականում մի քանի հոգու հանած, հիմնականում բոլորը այնտեղ մտել են անձնական գրպանի համար եւ ուրեմն կոճակ սեղմելու համար։ Նրանք բացարձակապես չունեն արժի համակարգ, քաղաքական գործունեության, քաղաքական ինտելեկտի, դուք գիտեք, որ ես չեմ ուրեմն զլանա, ոչ էլ ուրեմն կերկրեմ նրանց անունները տալու։ Երկրորդը դա է, պարզապես Գագիկ Ծառուկյանը ունի մի առավելություն ասեմ, թե դրական կողմ ասեմ, որ ինքը շրջանների մարդկանց հետ, գյուղական բնակչության հետ շատ է շփվել եւ նաեւ շարունակում է նման աշխատանք կատարել։
այլ առումով նրա քաղաքական ուրեմն այսպես ասած բագաժը, ներքին կարողությունները Հայաստանի նետված մարտահրավերների բազմաթիվ խնդիրների հետ կապված Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականության ռազմավարության անդաստանում տրամաբանության մեջ ես կարծում եմ դրանք տարբեր բաներ են։ Եվ Ծառուկյանի արդարացումը ինչպես եք մեկնաբանում այս ընտրությունների շեմին, հա, իշխանությունը։ Դա միաժամանակ եղել է ուրեմն լուրջ աշխատանք, այն մարդիկ, որոնք մեղադրվում են ընտրական կաշառքներ բաժանելու մեջ, այդ մարդիկ ամբողջովին ուրեմն վերցրել են իրենց վրա եւ պիտի ասեմ, որ որպեսզի ուրեմն նրանք իրենց նախաձեռնությամբ են դա այդ ամեն ինչը այսպես կոչված արել եւ այդ հրահանգավորման արդյունքում արդարացվեց Ծառուկյանը։ Ով էր հրահանգը տվել։ Հրահանգը միանշանակ Ծառուկյանի շրջապատից է եղել, ես միգուցե նաև իրենից է գալիս, չի էլ բացառվում, եւ քանի որ դրանց մեծ մասին ես ճանաչում եմ անձամբ եւ Ազգեն Պողոսյանին եւ էլի շատ-շատերին, նրանք իրենց գրպանից փող ծախսող չեն ընտրական գործընթացների համար, ընդ որում լինելով նաև բավականին կայացած գործարար մեծահարուստ մարդիկ, նրանք փորձ են արել նաև ընտրական այդ կաշառքներից իրենց տունը տանել, եւ ես պիտի ասեմ, որ դա այդպես է եղել, եւ դրա համար եմ ասում, մեր վարչապետը Հանձինս Նիկոլ Փաշինյանի բավականին հանդուրժող է եւ բավականին ներողամիտ է, եւ ուրեմն Այսինքն Ծառուկյանը հրահանգել է, ինչպես Ծառուկյանը ասեցիք հրահանգել է ինչ-որ մարդկանց, որ իրենց վրա վերցնեն մեղքը։ Դե իհարկե այդ գործով խոսքս վերաբերում է ընտրությունների հետ կապված չէ։ Իհարկե դա ակնհայտ է եւ շատ-շատերին էլ ես գիտեմ, որ հենց այդ Եվ այդ մարդիկ համաձայնվել են։ Այո, հանուն ինչի։ Դե գիտեք ինչ, այդ կարծում եմ արդեն հարցի թիրախը ես չեմ։ Ես ասեցի այն ինչ որ կա եւ այն ինչ որ ակնհայտ կերպով երևում է, եւ դրա համար ես ասում եմ եւ հետաքննությունը եւ նախաքննությունը ավելի ճիշտ եւ ուրեմն դատաքննությունը ուրեմն այս առումով անելիքներ շատ ունեն, թերացել են իրենց գործառույթային աշխատանքների մեջ։ Եվ Սամվել Կարապետյանն է շարունակում մնալ տնային կալանքում, սա ինչպես եք մեկնաբանում։ Գիտեք, ես գտնում եմ, որ դեռևս Սամվել Կարապետյանի խափանման միջոց փոխելը ազատազրկումից դեպի տնային կալանք, դա արդեն մեծ ներողամտություն էր մեր երկրի դատական համակարգի կողմից։ Որովհետև նա Բերնեբերյան հայտարարել է, ես կանգնում եմ հայ եկեղեցու կողքը, այնիշ նա կանգնել է մի ուրեմն հոգևորականի կողքը, որը բռնազավթել է Մայրաթոռը։ Այսօր էլ կան քաղաքական ուժեր, չգիտեմ պետականության թևեր, չգիտեմ, հա, այդպես է կոչվում, հա, որոնք գիտեք ինչ են ասում են միասնության թևեր, եկեղեցին պետք է Ծիծաղ զավեշտ է ուղղակել, եկեղեցուն պետք է վերադարձնել իրավունքներ եւ այլ։ Եկեղեցին մեր երկրում եկեղեցու տերերը ամբողջովին ունեցել են արտոնյալ կարգավիճակ։ Եկեղեցու տերերը եւ ուրեմն հայ առաքելական եկեղեցու Մայր Արթուրի ղեկավարությունը ամբողջովին անկեղված են եղել դավադիր գործունեության մեջ, նրա հետ միաձուլվել է նրանց շնաբարով վարքագիծը եւ այլ, իսկ մնացածներին ես անվանում եմ տերտերների դաս, քանի որ նրանք հարյուրամյակներ շարունակ պահպանելով իրենց աթոռը թե Պոլսում պատրիարք լինելով, թե Պարսկաստանում թեմի առաջնորդ լինելով, թե Ռուսաստանում, նրանք միշտ ուրեմն փեշքեշների եւ կաշառքների միջոցով հավերժացրել են իրենց պաշտոնը։ Նույն կերպ էլ փորձ էր անում Կտրիչ Ներսիսյանը դավադիր ուժերի միջոցով պահպանել իր իշխանությունը, բայց կարծում եմ շատ արագ կերպով սրա ուրեմն վերջը գալու է եւ անպայման ուրեմն կառավարությունը անպայման Մայրաթոռը մաքրելու է անբարո եւ հակապետական տարերից։ Այստեղ ինչքան էլ ուզում են, այսպես ասած, վայ եկեղեցականներ, կներեք արտահայտությանս աստվածամերժության աթեիզմի դասախոսներ եւ կաշառակեր իրավաբանները, որոնք ընդգրկված են ուրեմն Գերագույն հոգևոր խորհրդի կազմում,
Ինչքան էլ ուզում են փորձ անել իրավական եւ կանոնական եկեղեցական կերպով բացատրել կամ հիմնավորել ուրեմն մայրաթորի արտոնյալ կարգավիճակը եւ նրա որոշ տերերի, որոնք բռնազավթել են մայրաթորը, սա կլինի ուրեմն մեղանչում առաջի հերթին արդարության արչեւ, մեղանչում բարոյականության արչեւ եւ շարունակություն պետականականության համար։ Եկեղեցու տերերը այսօր լծված են պետականությունը տապալելու գործընթացի մեջ եւ ռևանշիստական ուժերի կողմից դարձել են գործիքակազմ։ Երբ Կարապետյաններն ասում են, որ մեզ այս կալանքներով չեք վախեցնի, Սամվել Կարապետյանի եղբայրն ասում է, մենք տղա ենք, ուզում է հացի հերթը լինի, ուզում է բերդը լինի, մենք շարունակելու ենք պայքարել, ասում է տղեն մնում է տղա, թե հացի հերթում, թե բերդում։ Ես էլ եմ գտնում, որ շատ ճիշտ է ասել, իսկ ինչ պարտադիր է նրանք իշխանություն ունենան ու պայքարեն։ Դրանք կարող են լինել նաև առողջ ընդդիմություն, կառուցողական ընդդիմություն։ Ես էլ եմ գտնում, ես ինքս էլ 35 տարի դուք լավ գիտեք քաղաքական պայքարի ուրեմն հորձանուտներով անցած մարդ եմ, ես գտնում եմ, որ առողջ ընդդիմությունը մեր երկրի համար պետք է։ Հիմա ես ձեզ ասում եմ, ունի կառավարությունը, ներկայիս կառավարությունը սխալներ, ես ասում եմ 100-ավոր սխալներ։ Արցախի հանձնման ժամանակ կառավարությունը թույլ է տվել սխալներ, ես ասում եմ մեծագույն սխալներ։ Եվ դա չի ուրեմն դրանից չի հրաժարվում, չի խորշում բարձրաձայնել նաև կառավարության ղեկավարը։ Իսկ ով է ասել, որ անպայման պիտի Կարապետյանները ունենան վարչապետի աթոռ։ Նրանք կարող են լինել ընդդիմություն, նրանք կարող են էլի արտահայտել օտարերկրյա ուժերի շահեր, նրանք կարող են գուբերնիա կամ մարզ ուրեմն ունենալու երազանքով պայքարել որպես ընդդիմություն, նրանք կարող են նաև մերժված քաղաքականապես եւ ձախողած եւ խոցելի քաղաքական ուժերի հետ մեկտեղ ընդհանուր ճանապարհ գնալ։ Այսօր դուք չեք տեսնում, որ քանի հոգի է միանում ուրեմն հզոր ինչպես ուժեղ Հայաստանին, բոլորը մերժված, որոնք նաև 18 թվականին քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Նիկոլ Փաշինյանի կողմից գլխավորած կառավարության կազմում ունեցել են բարձր պաշտոններ, նախարարական աթոռներ։ Այսօր նրանք փորձ են անում ամեն կերպ իրենց տեղը եւս ապահովել, ես պիտի ասեմ նրանց դարը անցած է, խոսքս վերաբերում է եւ Հայաստան դաշինքի մեջ մտնող քաղաքական ուժերին, խոսքս վերաբերում է եւ առաջարկ Հայաստանին դաշինքի մեջ մտնող քաղաքական ուժերին եւ մնացած բոլոր ուժերին, նաեւ այս ուրեմն Հայաստան դաշինքի ուժերին եւ նաեւ պատիմ ունեմ։ Նրանց տեղը քաղաքական դաշտում ինչքան էլ տհաճ լինի, ուղղակի քաղաքական ուրեմն լուսանցքներն են, նրանք պիտի քաղաքական իրենց ճամպրուկները վաղուց փակեն եւ նետեն քաղաքական աղբանոց։ Եվ այս իրավապաների հայտարարություններն ըստ է առնչվում, որ ասում են Ռուսաստանում ճնշում են, բերում են, որ բերելու են, որ ընտրություններին մասնակցեն։ Նարեկ ջան, տեսեք, անկախ իմ անձնական մոտեցումներից կամ իմ անձնական կապերից հատուկ ծառայության ղեկավարները կլինեն, իրավական համակարգի որոշ արդարադատության համակարգի որոշ մարդիկ կլինեն եւ այլը, պարզից էլ պարզ է, որ ամեն կերպ փորձ է արվում Հայաստանում խեղդել ժողովրդավարությունը, Հայաստանում խեղդել պետականությունը, Հայաստանը վերադարձնել, Հայաստանը խլել մեր ժողովրդից որպես ուրեմն հոգեկան, բարոյական, տարածքային ձեռքբերում։ Ես մի անգամ վերջերս հարցազրույց եմ տվել, չեմ անում ինչ հեռուստաեթերից, թե ինչ կայքից եւ ասել եմ մեր պետականության պահպանման եւ Հայաստանի Հանրապետության հավերժական գոյության համար ես պատրաստ եմ լինելու առաջին նահատակը։ Դա իմ կրեդոն է, իմ ուրեմն քաղաքական հավատամքն է, հավատո հանգանակն է, իմ confession of faith-ն է, եւ ես կարծում եմ, որ այո, այս սխալների հետ մեկտեղ, բազմաթիվ սխալների հետ մեկտեղ ներկա կառավարությունը հստակ կերպով գիտակցում է Հայաստանին նետված մարտահրավերները, հստակ կերպով կատարում է
հավասարակշռման եւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն, հիմա էլ ասում են տրիպը թղթի կտոր է, տրիպով Ամերիկան խաբեց։ Տեսեք, Ամերիկայի Բայց այդ ուժերը ով է, ում համար են աշխատում, որ գան համարում են, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի, անգամ եթե 2-3 ուժով գնան, արտաքին հետախուզական ծառայությունն ասում է, որ բանում կոնկրետ երկրում չտալով անունը, ենթադրաբար դա Ռուսաստանն է։ Չէ, ես հստակ ասեմ, Ռուսաստանն է։ Դե հիմա Ես հստակ ասում եմ, պաշտոնական Ռուսաստանն հաղորդակցության, է։ օքեյ, ում համար են աշխատում։ Ուրեմն տեսնում եմ միանշանակ իմ բանը ուժեղ Հայաստանի համար, որովհետև նրանք ձեռ են քաշել Ռոբերտ Քոչարյանից, Ռոբերտ Քոչարյանը ուղղակի դա իր համառության եւ անզիջում ուրեմն մոլուցքով, քանի որ նա իշխանության համար ամեն ինչ կանի սրբություններ ոտնատականելով, նա ուզում է ուրեմն փրփուրիցել ձեռ գցի վերջին անգամ դե 70 անց մարդ է, եթե այսօր էլ ունի այդպիսի ախորժակ, ընդհանուր նրա հակուկապը հարցազրույցի ժամանակ արդեն զավեշտ է առաջացնում եւ պատահական չէ որ նա 28 տարի առաջ երբ որ ասում են կարող է դուք ունենաք նաեւ ընդդիմադիր հակառակորդ մրցակից քաղաքական դաշտում ասում են այդով այդ տղամարդը որ կարող է հանդգնել իմ հետ ոդկցի այս է նրա մտածելակերպը այս է եւ տեսել են որ սա չի լինում առաջ են քաշել ուրեմն ուժեղ Հայաստանի ուրեմն մտնելը քաղաքական դաշտ անարգել կերպով եւ կարծեք թե այնտեղ էլ ուրեմն չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, քանի որ ուրեմն Սամվել Կարապետյանը չի կարող լինել ցուցակի առաջնորդողը։ Տեսնում եք բանի ժամանակ, չէ, այդ հանրահավաքների ժամանակ ովքեր են անտեղ կանգնած Կարեն Կարապետյան նախկին վարչապետ եւս այլ ուժեր, որոնք, չէ, իրենց գործը թողած, կարծեք թե զբաղված են եղել միայն հարվածային գործիքներ նվագելով, կոստյումները հանելով, այլևս չեմ խոսում, որ միայն 8 ամսվա մեջ պետական եկամուտների կոմիտեի նրա կողմից նշանակված անձնավորությունը առնվազն 80-ից 100 միլիոն դոլար կաշառք է վերցրել կամ էժան ճանապարհով անաշխատ ճանապարհով իլգոթեն գենզ ձևով մինչև հիմա էլ նրանք այդպիսի ուրեմն կացության մեջ են 300 միլիոն գրավի դիմաց 300 միլիոն դրամ գրավի դիմաց գտնվում է ուրեմն կալանքի մեջ եւ ես պիտի եթե թույլ կտաք ընդամենը մեկ նախադասություն ասեմ ուրեմն մեր զբոսայգին հաղթանակը զբոսայգին, որը երևանցիների պարծանքն է եղել մեր ուսանողական ասպիրանտական տարիներին, երբ որ այնտեղի օդը մենք շնչում ենք, մեր համար դա մի հրաշալի տեղ էր օզոն։ Եվ այդ բուսաբանական այգի, ասեմ զբոսայգի, ասեմ, այսօր այնտեղով անցնելով ես զգում եմ այնտեղով անցնում եմ որպես որջ գազանների, որպես կենթանաբանական այգի։ Եվ ես պիտի ասեմ, որ այնտեղ համարյա գործարար մարդ չունի առանձնատուն վիլա բոլորը ձեռք են բերել ուրեմն միայն ու միայն կաշառքների ճանապարհով գալով նրան որ այո ընդդիմության ուրեմն այդ փողերը որոնք անցնում են այդ փողերի տերերը որոնք անցնում են բանով հակակոռուպցիոն գործարքներով եւ Մոսկվայից չէ արդեն հայտարարություններ են անում տարբեր ձևաչափով տարբեր ուժեր որոնք դե թե նրանք ուզում են մասնակցել ձեռք բերել այստեղ իշխանություն, ապա թող իրենք կարողանան եւ պատրաստ լինեն գան այստեղ կանգնել արդարադատության առջև, պատասխան տան եւ այնուհետեւ մասնակցեն քաղաքական գործընթացներին։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, երբ որ այդպիսի մարդիկ էին մասնակցում քաղաքական գործընթացներին, նույնիսկ նրանց թորնիկներին, 3 տարեկան, նույնիսկ նրանց ծեր ծնողներին, մայրերին, հայրերին 80 անց հալածում էին եւ մեր իրավական համակարգը զբաղված էր լինում նրանց որսելով։
Պարոն Սաֆարյան, Նիկոլ Փաշինյանը պատժում է այն մարդկանց, ովքեր Արցախ անունն են տալիս, խոսքս պաշտոն զբաղեցնող անձանց մասին է, սա ինչպես կմեկնաբանեք ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին Վենսին գիրք նվիրելու համար Արցախի վերաբերյալ գործից հանելը, սա ինչ է նշանակում, այսինքն Հայաստանում մենք իրավունք չունենք տալու մեր պատմական տարածքների աններ, որոնք հիմա ինչ-ինչ հանգամանքների բերումով մեր վերահսկողության ներկայ չեն, սա արդյոք նաև Ադրբեջանից իջեցված հրահանգ չէ, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է։ Նախ պրոտոկոլային առումով խոսենք, հետո կանցնենք ուրեմն այդ այսպես կոչված մտածածին Ադրբեջանից կամ Թուրքիայից իջեցված հրահանգի։ Ինչու՞ չի նաև հռչակագրի հետ կապված, ինչու՞ չի նաև սահմանադրության հետ կապված։ Իհարկե ճանաչում եմ ցեղասպանության ինստիտուտ թանգարանի նախկին տնօրենին, Էդիտային, եւ պիտի ասեմ ունեմ շատ լավ կարծիք իր մասին։ Եվ որպես կին, եւ որպես մասնագետ, եւ որպես կազմակերպիչ, եւ ավելին որպես մարդ։ Բայց եթե Միացյալ Նահանգների երկրորդ դեմքը պետության հակ է համարում գնալ իր խոնարհումը բերել ցեղասպանության զոհերի հուշարձանին, դրանով հայտնելով իր ուրեմն ոգեկոչումը, ասեմ, չգիտեմ, իր հարգանքը շուրջ 2 միլիոն 300,000 անմեղ զոհերին, արձանագրության մեջ չկար այդպիսի բան, որ նա պետք է գիրք նվիրեր, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը պետք է գիրք նվիրեր փոխնախագահ Վենսին։ Չկա այդպիսի բան։ Գիտեք, ես եթե նվիրեի Վենսին գիրք, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ որևէ մի պաշտոնյա Հայաստանում ինչ չէ կարող նման Չէ, կներեք, բայց ասում են արարողակարգում փոփոխություն արված չի եւ մի րոպե ուրիշ բան եմ ասում, ես վերջացնեմ, սա մեկ եւ երկրորդը, սա երկրորդը, ուրեմն եթե Վենսը գնար ոչ որպես Միացյալ Նահանգների փոխնախագահ, այլ գնար որպես մի այցելու Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, դարձյալ թանգարան ինստիտուտի տնօրենը իր իրավասությունն է եւ իր իրավունքն է կարող էր այդպիսի բան նվիրել։ Եթե այնտեղ է եղել նաև կրթության եւ գիտության նախարարը, եթե նաև ուրեմն այդ այցը ուշով մեկնաբանվում էր ամբողջ աշխարհով մեկ, ապա ես պիտի ասեմ, որ անգամ եթե այստեղ Նիկոլ Փաշինյանը վրազել է, աճապարել է նման հայտարարություն անելուց, ապա սա քաղաքական որոշ ուժերի ձեռքին դարել է էժան խաղակարդ։ Շատ էժան խաղակարդ։ Նորից եմ կրկնում։ Չէ, մարդը ասում է Արցախի անուն մի տվեք, ձեզ գործից կազատեմ։ Մարդը չի ասում Արցախ, եթե կառավարության ղեկավարը կամ նախարարը ասում է, որ կառավարության անդամը կամ նախարարը կամ ինչ որ գերատեսչության ղեկավար ասում է արցախցիները պետք է հիմա անարգել վերադառնան։ Շատ ճիշտ նշեցիք, կներեք դուք կառավարության ղեկավար անդամը կամ նախարարը, բայց թանգարանի տնօրենը Հայաստանում արտաքին քաղաքականություն վարող չի, թանգարանի տնօրենը որոշում կայացնող չի, նա գիտնական է, նա գիտությամբ է զբաղվում եւ գիտականորեն ապացուցված ինչ որ բաներ է խոսում այս դեպքում Արցախի մասին։ Ես կարծում եմ, որ արձանագրային առումով դա չի թույլատրվել եւ ընդամենը ես չեմ ուզենա հարցը տեղափոխվի այլ դաշտ։ Միացյալ Նահանգները հատկապես Բայդենի վարչակարգը, դրանից առաջ նաև Ռեյգանը բազմիցս անդրադարձել են Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության մասին։ Եվ Վենսը դրա մասին քաջ գիտի։ Ես գտնում եմ, որ զուտ ուրեմն վախեցած է Նիկոլ Փաշինյանը եւ էթիկայի առումով, այսինքն եթե այսօր առաջ է քաշում խաղաղության խաշմերուկը եւ առաջ է քաշում խաղաղության պայմանագրի ստորագրումը, մենք ունենք խութեր,
նույնը նաև Ադրբեջանը ունի խոթեր։ Հա, հասկացան, խաղաղություն թողնին, խաղաղությունը շատ լավ բան է, ոչ մեկ խաղաղության հակառակ պատերազմ չի ուզում, բայց դա չի նշանակում, որ պետք է ասեն խաղաղություն, գան հայերի գլխին բամփեն անցնեն։ Չէ, այդպիսի բան չկա։ Դե բա հիմա ինչեր Խնդիրը ես ասեմ ու վերջացնեմ, այն մեր վայ գիտնականները, այսպես կոչված պատմաբանները, որոնք ամենապրիմիտիվ գիտելիքներ ունեն հայոց պատմության վերաբերյալ, միայն կուլիսներում են խոսում, ես 3-4 օրից Երևանի պետական համալսարանը եմ մտել, ընկերոջս մոտ, տեսնեմ մի քանի դոկտոր պրոֆեսորներ անմիջապես հավաքվեցին իմ կողքս։ Եվ իրանց էլ ես հարց տվեցի, ասի դուք ո՞նց եք կարծում։ Չէ, Ասի դա պրոտոկոլից դուրս է, իրավունք չկար այդ բանը անելու։ Ես հիմա պնդում եմ, դուք ուզում եք իմ կարծիքս չէ իմանալ։ Ես ասում եմ տվյալ պահին Էդիդա Գոզոյանին իմ խորին հարգանքները հանդեպ մեր այդ Բայց չէ, տեսեք, ասում եք պրոտոկոլից դուրս է, բայց ով եկել է եւ գնացել է ցեղասպանության հուշահամալիր, հետ դարձի ճանապարհին ցույց են տվել այդ մի քանի խաչքարը, այո, բանի հետ կապված, Արցախյան զոհերի մի քանի հոգու բանը, շիրմաքար, այսինքն այս կառավարությունը նույնիսկ դա չի կարողացել նորմալ անի, այսինքն արողակարգում փոփոխություն չեն արել, արողակարգ շարժվողին գործից ազատել են չի, բայց սա մի կողմ։ Հիմա Նիկոլ Փաշինյան երբ օրինակ ասում է Արցախի մասին չխոսեք պաշտոնյաներին, հա, դեռ քաղաքացիների իրավունք ունեն, դրա համար չեն տուգանվում։ Ասում է Արցախի մասին մի խոսեք, ասում է մեր զենքերը ցուցադրելուց, եթե Ադրբեջանը դա սպառնալիք չհամարի, մենք ցույց կտանք։ Սա ինչ մասին է խոսում, այսինքն Ադրբեջանը, որ այդ ամեն առիթ անառիթ իր զենք ու զրահանում լսում է իր փողոցները, բա ինչ իրանք Հայաստանի կարծիքը հաշվի չեն։ Ես ասեմ, ուրեմն իմ պատասխանը, եթե ուզում եք ինձնից ստանալ սպառիչ պատասխան իմ ուժերի, իմ հնարավորությունների սահմաններում, որը վերին Ասիանի ճշմարտություն չի, ես ասեմ հետևյալը։ Էդիտա Գոզոյանի պահով նորից եմ կրկնում, թույլ է տրվել լուրջ վրիպկում պետական արողակարգի։ Երկրորդ կարծիք այստեղ լինել չի կարող, որը փորձում են շահարկել ընդդիմադիր քաղաքական ուժերը, մերժված քաղաքական ուժերը, չեղած տեղից մեծ աղմուկ բարձրացնելը։ Արցախի հետ կապված, ես ինքս էլ լինելով արցախցի, մասնակցելով այդ ազգագրական պայքարին եւ շարժմանը իմ կյանքի ամենաերջանիկ։ Դուք հիմա հաշտեք ինչ անում է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ես ասեմ, իմ կյանքի ամենաերջանիկ եւ ամենապատվելի ժամանակահատվածն եմ համարում։ Նիկոլ Փաշինյանը չի ասում Արցախի հարցը կամ Արցախի պայքարի Արցախյան հարցը։ Նա ասում է Ղարաբաղյան շարժումը փակված է։ Նա ասում, այո, ներկա ժամանակում ձեր սկսած Ղարաբաղյան շարժումը ներկա ժամանակում ես հիմա քանի որ մեր հարցազրույցի ձևաչափը թույլ չի տալիս, տեսեք, աշխարհում տեղի են ունենում այնպիսի քաղաքական գործընթացներ, որ դա մեծ տերությունները երբ որ որոշեն, որ անպայման ոչ միայն Արցախը, այլ նաև Արևմտյան Հայաստանի խնդիրն է, կիսատ մնացած հատկապես Կարսի պայմանագիր Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, որը կնքել են երկու չընդունված պետություններ Միացյալ Ազգերի լիգայի կողմից, այն ժամանակ Մուստաֆա Քեմալի Թուրքիայի Հանրապետությունը եւ Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը ընդունված չէր Ազգերի լիգայի կողմից։ Ներկա պայմաններում մեր անընդհատ թմկահարելը Արցախի հետ կապված ես համարում եմ ուրեմն Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրա գերատեսչությունների տվյալ պահին արտաքին գործոս նախարարության քաղաքականության հետ զուգընթաց ես համարում եմ անհայտ։ Դուք անկախության հռչակագիրը հանելունել եք կողմ։ Այո։ Այդ անկախության հռչակագիրը, երբ որ իրենք ուրեմն ընդունել են, այդ անկախության հռչակագրից հետո խոսքս ուզում եմ իմպլեմենտատիվ կիրարկելի ձևով խոսել, ընդունելուց հետո մենք ազատագրել ենք շուրջ 12000 քառակուսի կիլոմետր։ Եվ միայն 7 ազատագրված շրջաններում ապրել է 10-12000 մարդ։ Այլևս չեմ խոսում, որ մի քանի իշխանիկներ, մելիքներ, ռազմաֆեոդալական վերնախավի կարկառու ներկայացուցիչներ ունեցել են մի քանի հազար հեկտար հողատարածքներ, որոնց բերել է աստղաբաշխական թվերի եկամուտներ։ Եթե պիտի մեր ժողովուրդը 10000 զոհ տար,
ինչու պիտի այնտեղ 12000 ապրեր 500,000 ունենայինք այլ բնապահպանական կամ պաշտպանական այլ ամրություններ նույնն էլ վերաբերում է մյուսներին հիմա ինչքան էլ ես դրան անդրադարձել եմ ինչու պիտի այդ մեր անկախ Հայաստանում լինեին քաղաքական սպանություններ եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ եւ ուրեմն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այստեղ չխոսում անկախության հռչակագիրը ջնջել այսինքն անկախության հռչակագիր են ընդունել բայց ոչ մի բանով անկախության հռչակագրի ոգուն ու տարին համապատասխան գործունեություն չեն ծավալել մեր երկրի ղեկավարները դրա համար ես ասում եմ դա ավելորդ է ներկայիս պայմաններում նույն բանը նաև պիտի անեն Ադրբեջանի իշխանությունները կապված մտածածին հոխորտացող արևմտյան Ադրբեջան հասկացողության ադրբեջանցիների վերադարձի Հայաստանի Հանրապետություն եւ իրանք չնայած 300,000 թիվը չգիտեմ որտեղից են վերցրել 150-200,000 է եղել այնինչ մենք այնտեղ բռնագաղթի են ենթարկվել մեր ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Բաքվի հայությունը ավելի քան 700-750,000 հայ բնակչություն սրանք զուտ դիվանագիտական բանակցությունների արդյունքում կարող ենք մենք հստակեցնել բայց մենք անընդհատ ասել եւ գիտեք եթե Արցախի հայերի վերադարձի իրավունքը եւ հայոց ցեղասպանության ճանաչման իրավունքը եւ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը սիրելի Նարեկ մենք միշտ ասեմ բարձրացնեն այն ուժերը որոնք արժի համակարգով այդպիսին էին որոնք արժի համակարգով իրավունք ունեին բարոյական առումով մարդկային առումով ինտելեկտի առումով առաջին ես ինքս կցափահարեմ բայց բարձրացնում են այն ուժերը որոնք տասնամյակներ շարունակ լռելիային համաձայնությամբ են անցել որոնք եղել են միշտ մորթապաշտ եւ հարց բարձրացնելուց էլ առաջին պլանում եղել է նրանց անձնական շահը ենթադրենք սա մեր անվտանգության հիմնական երաշխիքն է այդ անվտանգության անկախության հռչակագրից այդ տողերը հանելը հիմա օքեյ չենք հարձակվում Ադրբեջանի վրա Արցախ չենք գրավում Թուրքիայից մոռանում ենք ցեղասպանության հարցը եւ այլն որ այս Հայաստանի Հանրապետությունը շարունակի հարատև անվտանգ լինել լավ դա հասկացանք բայց պետք է գալիք սերունդը այնուհանդերձ իմանա որ պատմական տարածք է ունեցել Արցախը արևմտյան Հայաստան այսինքն մենք նաեւ կրթական կոմպոնենտն ենք ջնջում հանում ոչ բայց եթե մենք այսօր Արցախ անունը տալու համար գիտնականին ազատում ենք գործից բա ով պետք է այլ փոխանցի նոր սերնդին կրթական կոմպոնենտի մեջ այդ Արցախի ազգագրական պայքար Հայաստանի առաջին հանրապետություն հայոց ցեղասպանություն եւ այլը դա մեր ժողովրդի հայ ժողովրդի Հայաստանի պատմության անկապտելի դե հիմա մենք չգիտենք պատմության գրքերում ինչ են դեպքում կարող է 2018-ից ասկսվում ուրեմն չի կարող այդպիսի բան լինել երկրորդը խնդիրը վերաբերվում է ներկա կառավարությունը վարում է ասացի հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն եւ մեր արտաքին քաղաքականության մեջ հատկապես խաղ բանակցությունների ընթացքում այդ թվում մեր հարևանի ողերիմ հարևանի հետ կան խութեր որոնք տվյալ պահին ուրեմն պատեհ չէ եւ անհրաժեշտ չէ բարձրաձայնելը այս համատեքստի մեջ իհարկե Էդիթ Գզոյանի հանդեպ կիրառված վերաբերմունքը ընդամենը այսպես ասացի պետական արողակարգի ոչ հարիր դրսևորում է եւ ես այնքան էլ այնպես չի որ այդ քաղաքական ուժերը որոնք թմկահարում են կարող են հանկարծ հայրենասիրությամբ կամ գիտելիքների առումով ինձ դաստալ ես կարծում եմ հաստատ հակառակը կարող է լինել ցանկացած բանավեճի եւ ցանկացած ուրեմն հանրային քննարկման ժամանակ եւ ես կարծում եմ որ մեր երկրին այսօր պետք է անվտանգային լուրջ համակարգերի ներդրում պետք է խաղաղության կայուն եւ հավերժական հաստատման ճանապարհ եւ այդ ուղղությամբ եւ այդ ուրեմն տրամաբանության մեջ ես գտնում եմ որ չարժե ուրեմն անընդհատ
փորձել սպիտակը ներկայացնել սև։ Եթե խնդիրը վերաբերում է Արցախին եւ արցախահայերին, ապա ես պիտի ասեմ, որ 2018 թվականից սկսած մինչև 2023 թվականը Հայաստանի կառավարությունը 700 միլիարդ դրամով ավելին է օգնել Արցախի հանրապետությանը, քան նախորդ բոլոր կառավարությունները 26 տարվա ընթացքում միասին վերցրած։ Ես ինքս եղել եմ պետական հանձնաժողովի անդամ, երբ որ Սումգայիթի մեր հայրենակիցները ջարդերից տեղահանվել են այստեղ եւ եւս մի տասնյակ հազարավոր դաշտային Արցախից մեր հայրենակիցները Գանձակի Չամխորից եկել են, հայկական ԽՍՀ կամ Հայաստանի խորհրդային Հայաստան ունենալով անչափ կարողություններ այնպիսի օպերատիվությամբ չի աշխատել, ինչպես ներկա կառավարությունը 2023 թվականին բռնի տեղահանության ժամանակ արցախայերին օգնելու ֆինանսական օգնություն ցույց տալու համեմատ։ Այսօր էլ մենք պարոն Հարությունյանի, Արայք Հարությունյանի կառավարության աշխատակազմի ղեկավարի ղեկավարությամբ եւ բազմաթիվ գերատեսչությունների կրթական, սոցիալական, առողջապահական, ներքին գործերի, ուրեմն փախստականների էմիգրացիոն ծառայության գերատեսչությունների ղեկավարների հետ Արցախ տեղահանված, բռնի տեղահանված ազգաբնակչության հետ անց են կացնում հանդիպումներ շրջաններում եւ օր չկա, որ 15-20 խնդիր այդպես չլուծվի եւ օր չկա, որ արցախայերի հետ կապված խնդիրները չլինի կառավարության ուշադրության կենտրոնում։ Ընդհակառակը ես մի քանի առաջարկություն եմ արել, որպեսզի այդ 3-4-5 միլիոնները որոշակի առումով եւս բարձրացվեն այդ շեմը եւ կապված կրթության եւ անվճար առողջապահության հետ ավելի լուրջ ուրեմն մոտեցում դրսևորվի բռնի տեղահանվածների հանդեպ։ Այնպես որ այն ինչ որ արել է ներկա կառավարությունը արցախայերի հանդեպ ոչ մի կառավարություն Հայաստանի Հանրապետությունում չի արել, բայց ներկա կառավարությունը դա չի թմկահարում։